Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է դեկտեմբերի 1-ի համար։ Շնորհավորում եմ բոլորիս դեկտեմբերի 1-ի կապակցությամբ, ձմռան առաջին օրվա կապակցությամբ, թող որ թեթև անցնի ձմեռը, ճիշտ է, լավ է, որ ձուն է գալիս, բայց որ գալիս է գոնե ջլոփաներ չլինեն։ Ես երկար տարիներ է արդեն ձուն չեմ տեսնում, որքան որ ապրում եմ ես դուրսներում, ես երկար ժամանակ է ձուն չեմ տեսնում, ես կարոտել եմ այն ձյանը, որը որ կարող ես ոտքի է դնել վրան և այդպես հետքերով գնալ, չկա, շատ երկար տարիներ է արդեն ես չեմ տեսնում ձյուն, այնպես որ թող գա ձյունը լավ է, մաքրում է, մտքերն է մաքրում մարդկանց, օրգանիզմն է մաքրում և օդը, կեղտը, որը կարևոր է, որ մենք շնչում ենք։ Իդեպ նշեմ, որ արևը բավականին շատ ճառագայթումներ է բաց թողնում ժամանակ առ ժամանակ և դա շատ վնասակար է մարդու առողջության համար։ Հիմա այս պահին բավականին ևս շատ է այդ ճառագայթումները արևի կողմից։ Այնպես որ պետք է գլխարկ կրել, մաշկը նաև փակել։ Ահա, այսքանը օրը երկուշաբթի է, աշխատանքային օր է։ Տեսնենք մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Ահա, գնանք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին դեկտեմբերի 1-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը ինչ-որ բան է փակ, ինչ-որ դժվարություններ կան, ինչ-որ մի բան չի ստացվում, դա կապված է նաև ձեր երկրորդ կեսի հետ, կարող է ինքը տանը չի, ինքը չկա և ինչ-որ գործեր էլ չի ստացվում, երբ որ ինքը չկա։ Նաև ոմանց ամուսնության առաջարկ կանեն, սիրո խոստովանություն, նաև կարող են ձեզ հրավիրել որևիցե հարսանիքի, նշանադրության, նաև հենց դա է, ընտանիքն է և տան հետ կապված հարցերը, որոնք որ այդ օրը փորձում եք անել և կարող է չի ստացվում։ Կամ տան անդամներից մեկը պետք է վերադառնա տուն ևս էլի չի ստացվում։ Համենայն դեպս ոմանք պատրաստվում են այստեղ հարսանիքի, տանը այդ արարողությունը, կարող է եռուզեռ է, պատրաստվում եք հարսանիքի։ Նաև դա գործարք է, կամ ինչ-որ աշխատանք է, որը տան մեջ եք անում, կամ անընդհատ կարող եք զբաղվել դրանով այդ օրը։ Սեղանի շուրջ եք նստելու և հույսով եք, նոր ինչ-որ հույս ներդրել եք կարող ինչ-որ բանի վրա, կամ սեղանի շուրջ ինչ-որ բաներ եք խոսում, հույս ներդրել եք դրա վրա, կամ հույսով սպասում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։
Ինչ է սպասվում ցուրերին դեկտեմբերի 1-ին։ Հարգելի ցուլեր, շատ տարվա ծնված ցուլերին է վերաբերվում, հեռախոսազանգ ունեք կամ դուք եք զանգահարելու որևիցե մասնագետի կամ նաև կամ մասնագետն է ձեզ զանգահարելու ինչ-որ հարցին լուծում տալու համար։ Նաև կարող եք հուզվել, կարող եք նաև արտասվել, չգիտեմ այնտեղ ինչ խոսակցություն է գնալու։ Երկերեսանի մարդիկ կան ձեր շրջապատում, հետո ձեր կողքին կլինեն, ոմանց ամուսնության առաջարկ կանեն, ոմանք ընտանիքում ինչ-որ մի բան է կատարվում, ոչ է կարևոր օրը, նաև գործարք է, որը կարող եք կնքել, ինչ-որ բան ստորագրել, գումար կամ կստանաք կամ նաև կծախսեք գումարը, ոմանց համար ինտիմ հարաբերություններ է, ոմանք ավելի շուտ կարող են պարկել հանգստանալ, որտեղ այստեղ կարող է ինչ-որ վատ եք ձեզ զգում։ Ամենայն դեպս այստեղ հիվանդանոց է ցույց տալիս, երևի թե առավոտյան հիվանդանոցի հետ է դա կապված, այդ խոսակցությունը, նաև կամ երեկոյան է դա, երեկոյան կարող է ուղղակի ձեզ վատ եք զգում, շուտ եք պարկում քնելու, ժամը եւս կարևոր է ձեզ համար, կամ կարող է երեկոյան ժամի որոշում եք գնալ հիվանդանոց, կողը ծննդաբերում են եւ ասել են երեկոյան եկեք, նաև սա ուշ ժամին տուն մտնել է, ինչ-որ ժամ է, որը երեկոյան է ավելի շատ, չգիտեմ, դա ամեն մեկի մոտ ինչ-որ բան է, ուզում եք գնալ հիվանդանոց, ոչ թե գնում եք, այլ ուզում եք գնալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին դեկտեմբերի 1-ին։
Հարգելի վագրեր, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, նաև երկար սպասված ոչ է տեղեկատվություն կստանաք, լուր, փաթեթ է, փաստաթուղթ է, հանկարծակի լուրը օրվա ընթացքում կլսեք, տան հետ կապված ինչ-որ բան է, որից որ հուզվում եք, հյուրեր են գալիս, հուզվում եք, արտասվում եք, կամ դուք եք գնում ինչ-որ մեկի տուն, այնտեղ եք ինչ-որ մարդկանց տեսնում, հուզվում, արտասվում, կամ ինչ-որ հարցեր են տան հետ կապված։ Օրվա ընթացքում եւս էլի կմտածեք, մտքերը շատ են ձեր, եւս էլի տան հետ է կապված, կամ ընտանիքի անդամների հետ է կապված, կամ ինչ-որ մեկի մասին եք մտածում, սիրային թեմա է։ Եվ երեկոյան էլի եւս, կամ հույսներ դել եք ինչ-որ մի բանի վրա, կամ հույսով սպասում եք, կամ հույսով եք, որ ինչ-որ մի բան այսպես կամ այնպես կլինի։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին դեկտեմբերի 1-ին։ Հարգելի նապաստակներ, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված ոչ հարցեր ունեք, դա կարող է լինել ուսման կենտրոն, բժշկական կենտրոն, եւս մեկ այլ պետական հիմնարկություն։ Էմոցիոնալ կլինեք եւ ելք եք փնտրելու։ Այդպես էմոցիաներով կարող է շատ կարևոր է, շատ շտապ է, ինչ որ ելք պետք է փնտրեք։ Դա նաեւ վատ լուր է, որը եւս, ձեզ էմոցիաներ կարող է տալ։ Ոմանց օրվա ընթացքում աշխատանքի կարող են կանչել, զանգեն կանչեն, հուզվեք եւ գնաք աշխատանքի հարցազրույցի են կանչում։ Դա նաեւ պետական աշխատող է, ով կարող զանգարել ձեզ կանչել եւ էլի հուզված գնաք իր մոտ, նաեւ սա գործողում է, ոմանց կարող են նաեւ ուղարկել գործողման այս շաբաթ։ Նաեւ բիզնեսն է, որը եւս ինչ որ բան է տեղի ունենում, որից որ հուզվում եք։ Եվ հետո գնում եք ճանապարհ կամ ինչ-որ մարդիկ են գալիս ձեզ մոտ։ Եվ երեկոյան լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, որին որ կարելի ասել շատ երկար եք սպասել, հիմա այդ լուրը ի վերջո կստանաք, կգա կհասնի ձեզ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին դեկտեմբերի 1-ին։
Հարգելի վիշապներ, այդ օրը բավականին էմոցիոնալ կլինեք առավոտյան, նաև հանկարծակի լուր կլսեք, կտրուկ ոչ քայլ կանեք կամ դա կարող է լինել ձեզ համար ուղղակի շատ անսպասելի, բայց դուք եւս ինչ-որ կտրուկ քայլ կարող եք անել։ Օրվա ընթացքում առաջ խաղացում ունեք, զարգացում ունեք, կարող գնալ ոչ միտեղ երկար մնալ, ինչ-որ կամ նաև որովհետեւ մարդկանց մոտ կամ ինչ-որ բան է դանդաղում, կամ ինչ-որ բաներ դանդաղում եւ դրա մասին եք հիմա ինչ-որ մի բան լսում։ Լավ լուր կարող եք լսել, բարի լուր, կամ ինչ-որ միտեղ եք սպասում եւ այդ լուրին եք սպասում, հա, ոնց որ ինչ-որ միտեղ նստած եք, ինչ-որ միտեղ եք եւ այդ լուրին եք սպասում եւ այդ ստանում եք լավ լուր, բարի լուր։ Եվ երեկոյան ոչ հնարավորություն կարող եք ձեր ձեռքից բաց թողնել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կոչերին։ Ինչ է սպասվում օձերին դեկտեմբերի 1-ին։ Հարգելի օձեր, այդ օրը ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, նաև հանգստի կարիք կարող ունեք։ Կամ կարող գնալ ոչբժշկական կենտրոն, այնտեղ երկար մնալ, կարող ժամ եք պայմանավորվել եւ այնտեղ կամ երկար եք մնում, կամ սպասում եք այդ ժամը գա, ինչ որ բաներն առավոտյան է դա կարող անալիզ եք հանձնում։ Կամ դեղորայք եք գնել օրվա ընթացքում կարող եք ցանկանալ պարկել հանգստանալ, ոմանց համար ինտիմ հարաբերություններ, ոմանք նաև հենց դա ինչ-որ բան եք կարող այնտեղ ստացել, ներարկել են եւ օրվա ընթացքում պետք է պարկեք։ Երեկոյան եւս էլի շփում ոչ մաստենկետի հետ։ Կամ սա ժամ եք վերցնում մի քանի ժամ չեք ուզում գնալ աշխատանքի, որպեսզի հանգստանաք, հա պարկեք հանգստանաք, դրա կարիքը կարող եք ունենալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Ինչ-որ հատուկ բաներ չկար։ Գնանք ձերին։ Ինչ է սպասվում ձերին դեկտեմբերի 1-ին։
Հարգելի ձեր, այդ օրը ոչ է հնարավորություն ձեր ձեռքից բաց կթողնեք, նաև ոչ է ինչ-որ փուչկի նման մի բան կարող է պայթել, ինչ-որ գաղտնիք է, որը որ կարող է բացահայտվել, նաև դա խաբեություն է, ինչ-որ փուչիկ, միգուցե ավելի լավ էր, որ ձեր ձեռքից բաց թողացիք, կարող է դա։ Նաև պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, որոնք որ պետք է այդ օրը անեք, ավարտեք, վերջացնեք, հնարավոր է բժշկական կենտրոն է, ուսումնական կենտրոն է, Նաև ինչ-որ բան է երկարում կարող է այնտեղից իմանում եք, որ ինչ-որ մի բանին դեռ պետք է սպասեք մոտավորապես 3 ամիս։ Եվ հեռախոսազանգ ունեք այդ օրը, կամ ձեզ կզանգարեն երեկոյան, կամ դուք կզանգարեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերին։ Ինչ է սպասվում այծերին դեկտեմբերի 1-ին։ Հարգելի այծեր, այդ օրը գումար կամ կստանաք կամ նաև գումար կծախսեք։ Ոչ է ելք եք փնտրելու ինչ-որ հարցին լուծում տալու համար, գործերը առաջ տանելու համար։ Օրվա ընթացքում հաջողություն ունեք պետական հիմնարկությունից, նաև բժշկական կենտրոնից կամ որովհետեւ ուսման կենտրոնի հետ կապված է, ինչ-որ դռները բաց են եւ դուք կարող եք հեշտությամբ որոշ բաներ անել։ Եվ հնարավորություն կարող եք բաց թողնել ձեր ձեռքից ժամի հետ կապված։ Կարող է ժամին ինչ-որ մեկին էր հարմար, բայց ոչ ձեզ, այդպես եւ դուք այդ հնարավորություն ձեր ձեռքից բաց թողնեք։ Նաև սեղանի շուրջ եք նստելու այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին դեկտեմբերի 1-ին։
Հարգելի կապիկներ, այդ օրը հիվանդանոցում ինչ-որ մարդ կա, կամ կարող եք այցելել փոթորաբժշկական կենտրոն, կամ այնտեղից ինչ-որ տեղեկություն ստանալ լուր, օրվա ընթացքում հանդիպում ոչ տղամարդու հետ կամ շփում, նա ուրեմն մասնագետ է, տնօրենն է, ձեր հայրն է, ձեր ամուսինն է, ինչ-որ տղամարդ է, ավելի տարիքով, նաև դա կարող է պաշտոնավոր լինել։ Եվ նաև երկիրեսանի մարդիկ կան, օրվա ընթացքում կցանկանաք պարկել հանգստանալ, ոմանց մոտ է սա նաև ինտիմ հարաբերություններ է, ոչ է լուսավոր մի բան տեղի կունենա ձեզ հետ, որ ձեր տրամադրությունը կբարձրացնի, ձեր գործերը կգնան առաջ, որոնք որ մոտավորապես 3 ամիս պետք է սպասեիք դրան, հիմա այդ գործերը կգնան առաջ, ի վերջո, այլևս չեք սպասելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին դեկտեմբերի 1-ին։ Հարգելի աքաղաղներ, այդ օրը ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք առավոտյան շուտ եւ հետո հանդիպում կամ շփում կունենաք ոչ տղամարդու հետ, դա կարող է ձեր տնօրենն է, կարող է ինչ որ մեկն է, հա, որ կարող պետական աշխատող է, ձեր եղբայրն է, ձեր հայրն է, կարող նոր ծանոթություն է, ինչ որ մի բան է նաեւ ձեզ ասում կարող է եւ իրանից հետո ծանոթ հետեւ կանաք ինչ որ բաներ կմտածեք դրա մասին կամ խոսելու հետ կապված, կարող է առաջարկ արել դրա հետ է կապված։ Նաև ոցեր կան ձեր շրջապատում այդ օրը նախանձմարդիկ, որոշ գործեր առաջ կգնան, առաջ խաղացում ունեք, զարգացում ունեք, ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ եւ մտածում եք կամ ինչ-որ մեկի մասին կամ ինչ-որ բանի կամ այդ օրվա հետ կապված ինչ-որ բաների մասին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շների։ Ինչ է սպասվում շներին դեկտեմբերի 1-ին։ Գիտեմ նայում եք այս հատվածը թե ոչ, բայց քանի որ նա անգավ առաջինը, ես պետք է եւս խառնեմ, եւս նայեմ։ Ինչ է սպասվում շներին դեկտեմբերի 1-ին։
Հարգելի շուներ, այդ օրը ոմանք այցել են հիվանդանոց, ոմանք հիվանդ են առավոտյան շուտ կարող եք վատ զգալ, նաև ուղղակի գնում եք դեղատուն կամ գնում եք հիվանդատես։ Այստեղ երկու քարտ ունենք առավոտյան, երկուսն էլ հիվանդանոց եւ հիվանդի մասին է խոսքը։ Ինչ-որ բան է ուշանում, հնարավոր է գումարի հետ է կապված, մոտավորապես 2 ամիս կուշանա, նաև կարող է գիտեք 2 ամիս հետո են տալու գումարը, բայց հիմա եք ստանում, ինչ որ պահեր են նաև կամ 2 ամիս կուշանա հենց գումարը, կամ դուք պետք է 2 ամիս հետո նոր վճարեք ինչ որ բաներ։ Եվ այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևէ երիտասարդ տղայի հետ։ Միգուցե նոր ծանոթություն է, միգուցե ձեր տղան է կամ հարևանն է կամ ինչ որ բան աշխատող է, հա ինչ որ մի տեղի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին դեկտեմբերի 1-ին։ Հարգելի վարազներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևէ տղայի հետ, նաև այդ տղան է կամ այդ տղան ինչ-որ մի բան է ասում, կամ այդ տղան մտնելով ձեր կյանք ինչ-որ հաջողություն է բերում, համենայն դեպս հաջողություն ունեք, նոր դռներ է բացվելու կամ այդ տղան է բացելու, ինչ-որ լավ պահեր կան։ Միգուցե ձեր տղան է եւ գայս է շատ լավ բան է ասում ձեզ, կամ ինչ-որ մի տեղի աշխատող է եւ գայս է լավ բան է ասում ձեզ։ Օրվա ընթացքում կիմանաք, որ ինչ-որ մի բան է ուշանալու մոտավորապես 2 ամիս եւ հետո կարող եք շփվել, խոսել որևիցե մասնագետի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։